Բարև ժողովուրդ ջան, նորից ես ձեզ հետ ուզում եմ շփվել հենց այդ ամերիկյան բառապաշարի համար։ Օվկիանոսի ծակով Ամերիկա, Եվրոպա, Ազիա, Հայաստան, Կովկաս։ Դուք ինչ եք բռնել, մինչև այդ որ չկար այդ Կոլոմբոսի հայտնաբերված այդ երկիրը, այդ ազգ ու երամը չէր ապրում։ Իսկ որտեղից որոշվեց, որ Ամերիկան որոշի ամբողջ աշխարհի գաղափարը։ Դուք դրան դարել եք հզորություն։ Երկու հատ հրթիռային եւ կործանում SSR-ը, որ չարեց, դրա համար լկտիացան։ Բայց այսօր էլ SSR-ը դարել է պուտինական, ոչ թե ժողովրդական, այլ շահամոլներ են դարել, լուբոյ պետություն, դուք չեք անկախացել, երբեք չմտածեք, ոչ մի պետություն, ոչ Հայաստան, ոչ Վրաստան, ոչ Ադրբեջան, ոչ Տաջիկստան, Ուզբեկստան, 15 պետություն, դուք չեք անկախացել, այդ պրոստը պոնտ էր տվել են ձեզ, նորից օգտագործում են, և ձեզ վախեցնում են, եթե հզոր մարդկեք եք, արա կանեք պայքարեք ձեր անկախության համար, հայ կլեք, ռուս կլեք, տաջիկ կլեք, ուզբեկ կլեք, կիրգիզ կլեք, ես խոսքս իմ գաղափարությունը լուբոյ ազգի մարա, անկախությունը հաստատեք, դուք սովետական իշխանություններից հլամ չեք փրկվել, կապիտալիզմը հլամ կա, անունը փոխում եք, անունները փոխելով, թվաբանությունների թվերը փոխելով, հաշվարկը չի փոխվում, մեկ ժողովրդին էշի տեղ դրեք, էլի գոհ սովետին, SSR-ին, որ ձեզ գրականություն տվեց, այսօր էլ, այո, մենք նորից կրկնում ենք Հայաստանի վարչապետի հետ, կրթություն, ինչպես Չինաստան, ինչպես Յապոնիան, ինչպես Սինգապուրը, գաղափարները, ֆինանսները, ալիգարխներ, ձեր ապագա երեխաների մասին մտածեք, դրեք, այսօր, դու քու մոտ հաջողվել է, լավ ալիգարխ ես դարել, բայց երեխուդ մոտ կհաջողվի, միլիարդներդ կամ երեխդ նարկոման կդառնա, կամ եսի ինչ կդառնա, կամ էտել եկուց, դու քու կյանքը անցար, բայց քու երեխու ապագան դու չստեղծեցի, դու հակառակ քանդեցի քու երեխու տունը, որովհետև 100 միլիոն % ես օրինակներ բերեմ, որ ալիգարխի երեխեքը դուք սովորել եք, փողոց դիպլոմներ գրած է, որ խոսալու ձև էլ չունեք, դուք ձեր ընտանիքը անձամբ դուք եք քանդում, ապակա սենունդը, ես խոսում եմ իմ պակալենին, իմ մայից հետո, հաջորդ պակալենին, հետո կհիշեք, ես հետո կասեք ես Ժիրինովսկին, ես Ժիրինովսկին, այո Ժիրինովսկին էլ էր ճիշտ ասում, որովհետև նա պատրիոտ մարդ էր, պատրիոտ էր, ոչ թե պուտինական, դրանք մաֆիա նման մաֆիա, նորից եմ կրկնում, հայ ժողովուրդ, դուք ձեր օջախը դուք եք կառուցելու, Ամերիկան երբեք չի կառուցելու, Ամերիկան դիգայա շատանի, եթե դուք չզորացնեք, առաջնահերթ, թող ասֆալտներ կորչի, են էլ կորչի, որ դարերով չենք ունեցել, բանակը, եթե չունենանք Տիգրան Մեծի պես հզոր բանակ, Մխիթար Ասպարապետի պես զորքեր, չունենանք Վարդան Մամիկոնյաններ,
մեզ չեն ճանաչելու, հասկացեք, ժողովուրդ ջան, կարդացեք պատմությունները եւ մի քիչ խորը ուսումնասիրեք, ոչ թե պրոստը կարդացեք, հայի մեր եկեղեցին էլ թող լինի Գևորգի պես, 4-րդի պես, Սարդարապետի թող հայ ժողովրդին հանի ոտի, ոչ կառավարության դիմաց, այլ ազգի դիմաց, հայ եկեղեցին դա ազգային, մենք չենք կոչվում առաքելական, մենք ինչ քրիստոնյա ենք կոչվում, ինչի մար, քրիստոնյա դա քրիստոնյա, ինչի մարա կոչվում այդ անունը, որ դրված է, ազգային, հայ ազգի, առաքելական, որ առաքելություն ունես կատարելու ազգի նկատմամբ, մենք վերլուծություններ պետք է անենք, ընդար, դու ես ջերներին, որ 18 տարեկան 16, հլամ նրանք կհասնեն մեր 50 տարեկան դառնան, որ կարդան ուսումնասիրեն, որ հասկանան, դուք ես ջահելին մեկ խառնեք ժողովրդի մեջ, մեկ տարեք կործանման, ես էլ եմ ձեր խելքին, 26 տարեկան, 25 տարեկան, 88 թվերին, որ մտա այս շարժման մեջ, այո, բայց հգա չոլերը, բայց կարդալով հասկացա, ով, բայց այն ժամանակ մեր կողքին մենք Ղարաբաղ հաղթեցինք, որովհետև ունենք Վազգեն առաջին, ինչպես Գևորգ IV-ը, Սարդարապետի ժամանակ, իսկ այսօր ինչ ունենք, մենք եկեղեցու դեմ ոչ բան չունենք, դա մեր կրոնն է, ուզմալի, ուզմաչալի, հանեք, չփոխեք, մենք ընդեղ մտնողը չենք, ես իմ տանն էլ եմ աղոթում Աստծուն, ես իմ սրբերն էլ ունեմ, իմ սրբապաշտն էլ ունեմ, հայ ժողովուրդ, այն չի, որ սաղբապղծերը, դուք հիշեք այն օրը, եւ նրանք կնքեցին քրիստոնի եսի մեր աստվածաշուն բանը, այդ օրը ում գնդագարեցին վազգին, դուք ժամը քանսին էր եղել, եւ այդ ժամանակ դաժե Վազգեն Սարգսյանի եղբայրն էր ձեր արաղության ներկա, Արմեն Սարգսյան, դուք ձեզ եփ են անվտանգությունը հաղորդել, որ կառավարությանը այսպիսի դեպքերը գնդագարություն է, դուք թաքցրիք այնքան, մինչև ձեր կրոնադրությունը կատարվի, եթե ինձ ասեին, իմ եղբորը սպանեցին, դու ես ինչ կրոնը կրոն, եւ այդտեղից էլ փոխվեց հայի ճակատագիրը, ինչքան խորս ուսումնասիրում եմ, ձեր ես լրատվությունները, պորնկներ, ավելի լավ էր, այն վաղտ էշով էտում էին մեկ-մեկին խաբար էին տանում, քանստե ձեր բարերը, տարբեր լրատվություն, մի, այլա թար գտվեք, հայեր, այդ աթորը ձեզ վեշտի չի, դուք կործանելու եք Հայաստանը, կործանելու եք, բայց Հայաստանը չի կործանվելու, այդ 100%, դուք եք կործանվելու, եկեղեցին էլ չի կործանվելու, այդ սևազգեստներն են կործանվելու, բոլորդ պատասխան եք տալու, հայ ժողովրդի առաջ, հայ նորածնունդ երեխաների առաջ, ես այնքան պետք է խոսամ, դուք քիչ չեք խոսում, ձեր փիլիսոփանա, ձեր ինստիտուտները, դուք, այս էդի խոսան հասարակ ինպես ժողովուրդ ջան, երեխեք ջան, եկեղեցու գալավայից բռնած, մեր եկեղեցին սուրբ է, մեր Աստվածը սուրբ է, մենք բռնած, կառավարություն բռնած ծաղ դավաճանեն ազգի նկատմամբ, դուք մեր արդեն ուժը, մենք 90 թվերը հաղթեցինք, մեր ուժը հատել է,
ուժը ձեր վրա է, գաղափարը մեզ փոխանցելն է ձեզ։ Արեք, ստեղծեք ամուր հզոր Հայաստան, փոխեք ամեն ինչը, լուստրացիա արեք, անվտանգությունից բռնած, դատախազությունից բռնած, սաղ պետք է լուստրալ, որովհետև մենք 7 տարի լսեցինք, որ դիփոխվի, այս խափեց, այդ Նիկոլներ խափեց։ Ով գգա այդ կառավարությանը, խնդրում եմ։ Ուզմա մահացած ալի Լևոնը, ուզմա սաղալի։ Մահի վրա ես տեղել եմ ունեմ պատմություններ, որ կարամ ասեմ, սև ժնջերներ էին կախում։ Մահվան ժամանակ նրան դատապարտում էին, դա սև ժնջերներ, որ նա դաժե մահացած էր, բայց դատապարտեց Ստալինը ամենին, նա Յամավ չմերա, իբր, բայց մահացած մարդունել են։ Այդ կարգավորեք, լուստրացիա արեք։ Եթե չլին լուստրացիա, Հայաստանը ոտի չի կանի։ Իմ խնդրանքը, տնտեսությունը, բանակ տնտեսություն, եթե մի հատ կառույց, մինչև օրս սովետի վաղտողը քեզ թողելի, մի հատ փամփուշի զավոդ չունեք։ Հրանոթն ինչա, որ դու չունեք սարքելու։ Էդ ինչա։ Բերեք ես անձամբ կանեմ, սարքեմ։ Լուբոյի հերա 5-ից մինչև 10 կիլոմետրանոց։ Էդ ինչա, այդ ռակետները սարքելը։ Հենց որ թիվն է, ձեր ցավը տանեմ։ Ես ումից դետամ զենք ուզեմ։ Ով արկել եմ արտադրես քու զենքը։ Լճի տակ մտի, պատլու Սևանի գետ տակին վայնի ռազմաբազա սարքեք։ Ու դաժե չտենան, թե գետնի տակ, թե որտեղից ինչա դուս գալի։ Ինչ է ես խորհուրդ տամ ձեզ, ինչ է ես ասեմ ձեզ։ Հաջողություն, արա, հաջողություն։ Կարող ասեք, էսա էնա, ես գիտուն չեմ, բայց մտքեր ունեմ անելու, բայց որ դուք հաշու չեք դնում, հաջողություն, գնացեք, դուք մենակ թալանեք, ինչքան էլ թալանեք, հետները չեք տանելու, 4 սփետ, 2 մեխել կարող է պակաս մխեն, որ ընդեղ խրտլակները շուտ ձեզ ուտեն։ Դասվիդայնի, բոլոր թալանչիներին, ձեր ճամփեն խրտվիլակների մոտ է։ Ես գիտեմ ովքեր եք դուք էլ գիտեք ես, թե գիտեք ով եմ ես։ Հաջողություն։